Քոչարյանի ասուլիսին անդրադառնալը, որովհետև հիմնական թեզերը կարծեք ձեր անվան շուրջ էին պատտվում 2018-ին զանգել է 21-ին ասում է որ դուք չեք խնդրել իրենք չեն խնդրել որ դուք մասնակցեք ընտրությունների վերջո այդ ասուլիսը ում համար էր ինչի մասին էր Ես ինչու պիտի ենթադրություններ անեմ թե մեկ այլ քաղաքական գործչի ասուլիս ում համար էր երևի հանրության համար էր Ձեզ զանգել է 18 թվականին Ես Ձեզ զանգել է կոնտրոլի մասին խոսք եղել է Ես խնդրում եմ իրար դուք մի խանգարեք Փառք Աստծո Դատական նիստը վաղ ավարտվեց եւ ես ձեր տրամադրության տակ եմ ինչի եք իրարից Հրաշալի է հիմա զանգել է պարոն Քոչարյանը խնդրել են մասնակցել 2021-ին եւ զանգահարել է ձեզ արդյոք թե ոչ Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցություններ անձնական զրույցները հրապարակայնացնել Զանգ եղել է բայց Դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել Ինչքան առաջ, որտեվ ասում տևական ժամանակ չեք շփվում Ինքը նկատի ուներ, կարծում եմ նկատի ուներ այսօրվա բարական բայց 18 թվականին այդպես չէր Համենայն դեպս այդ մանրամասները ինչ հետաքրքիր է Քոչարյանն ասում է դուք իրավիճակի մի բան կարող եմ հստակ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց, ես կարող եմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ ես նպատակահարմար համարեմ։ Հիմա թվականի վերաբերյալ Թողեք մինչև վերջ բան անեմ, ու այն ուր է շտապում։ Իրար հետ ենք շտապում, մրցավազքի մեջ ենք։ Պետք չի։ Իմ լեքսիկոնում։ Ու կարծում եմ երևի մի 10-15 տարի հետևում եք։ Երբեք լսել եք այդպիսի բառ, կոնտրոլի բառ։ Ես չունեմ այդպիսի բառ։ Այդպիսի բառապաշար։ Լավ, արդեն 21 թվականի դեպի Մարտին պարոն նախագահ Ձեր ցույցությամբ պարոն նախագահ Առաջին Ադյանի դատարանում եւ ձեր դեմ առաջին քրեական գործահարուցել դուք այդ գործով արդարացվեցիք դատարանում բայց փաստացի ճակատագրական եղավ ձեր արդարացումը դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ այս դատարանից ինչ կանխատեսում եք պարոն նախագահ Կանխատեսումներ անել էլ իմ գործը չի բայց ես հույս ունեմ որ այս դատարանն էլ մանրամասն կքննի Եվ կհամոզվի մեղադրանքի աբսուրդային լինելու մեջ։ Պարոն Սարգսյան, որքան էլ դուք փորձեք մանրամասներ չասել, ամեն դեպքում հրապարակում արդեն կա այն մասին, որ 18-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը ձեզ զանգահարել է եւ դուք վստահեցրել եք դրան, որ ամեն ինչ նորմալ է։ Հիմա դուք վերահսկողություն կասեք, կոնտրոլ կասեք, ամեն դեպքում ասած, որ հանգիստ վստահեցրել եք, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ հարցը այսպես բարձրաձայնելն է, որ արդյոք պետական կառույցները ձեզ չեն ասել, ձեզ չեն զգուշացնել, տվյալներ չեն տվել, որ իսկապես երկում այլ իրավիճակ է։ Գիտեք, կարող է հրապարակը ձեզ համար աստվածաշունչ է, ինձ համար աստվածաշունչ չի։ Հրապարակը գրել է եւ դուք էլ դրան հավատացել եք։ Ռոբերտ Քոչարյանը հրապարակ ասեց, ձայնագրությունը կլսեք։ Ռոբերտ Քոչարյանը Լավ։ Ես ձեզ խնդրում եմ 18 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք գնացեք եւ դիտեք եթե չեք դիտել իմ հարցազրույցները 18 թվականի մասին ժամերով խոսել եմ դրանից ավել բան ես մի անգամ եմ ասելու բայց ասելու եմ ուղիղ եթերում որպեսզի մարդիկ նաև հնարավորություն ունենան հարցեր տալու եւ ուղղորդված, չուղղորդված, այլ որ նպատակահարմար։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արդյոք միայն ընտրություններն են, թե այլ ճանապարհներ եւս կան։ Ես կարծում եմ ձեր հարցը ռետորական է, որովհետեւ արդեն բոլորը գիտեք, գոնե դուք գիտեք,
որ մենք այդ impeachment-ին սատարում ենք կողմեն։ Բայց այս լուրջ ձեր գլխավորածուժի մեղադրում են։ Ասում են գործընթացը տապալում եք։ Ներողություն, բայց դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք վերաբերվում։ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Պարոն Սարգսյան, եթե Հայաստան Այսինքն մենք ինչ իրավունքով ենք էլ դա անլրջացնում։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ impeachment անելը անլուրջ է։ Ինչու տեխնացու դեմ Իրատեսական է, անլուրջ չէ։ Ես ձեզ խնդրում եմ, որտեղ դուք ուղղակի պարտավոր եք էլ այդ քաղաքական process-ների մասին դետալ առ դետալ իմանալ։ Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ եւ մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրանք հարմար գտնում ԿՊԱ-ների հետ բացատրական աշխատանք վարելու։ Երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ազգային ժողով, որպեսզի ներառվի դա որակարգի մեջ եւ ընդհանրապես process-ը ինչպես են իրենք պատկերացնում։ Տեխնացու ինչու չեք առաջադրում։ Ասում են հանրապետականը տեխնացու չունի այդքան տարիների կուսակցություն լինելու։ Մարուքյանի տեխնացությունը մերժում եք դուք։ Պատճառը շատ պարզ է եւ եթե ձեզ թվում է, որ ես արդեն 7 տարի հայտարարում եմ, որ մենք իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս, պարզ է, չէ, որ ցանկացած միջոցառման, ցանկացած ընտրական process-ի մարդկանց մեծ մասը գնում է դեպի այն ուղղությունը, որտեղից կարելի է շահ ունենալ, այսինքն որտեղ կարելի է ներառվել։ Մի շատ պարզ պատճառով ենք դա ասում, որովհետև մենք ի տարբերություն շատերի գիտակցում ենք, որ եթե մենք տեխնացու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ԿՊ-ի կողմից է լինելու, շատ պարզ է, չէ՞, ավելի մեծ հակադրություն է։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք Հայաստանում իշխանափոխություն։ Հայաստան դաշինքի առաջադրած տեխնացուի մասով դիմադրություն չի լինի։ Ես չգիտեմ, չէ։ Օրինակ, եթե Քոչարյանին առաջադրեն կամ Քոչարյանի որդուն կամ իրենց մերձավոր շրջապատից որևէ մեկին, պատիվ ունեմ խմբակցությունը կմիանա եւ նորմալ կընդունի այդ տեխնացուն։ Վայ ջան, դու լուրերին լավ չես հետևում, որովհետեւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը այդ մասին հայտարարություն արել եւ շատ հստակ պատասխան քննարկել այդ մասով ոչ Հարցում կառաջանա, եթե Քոչարյանի թիմակիցները բայց ես այդ հարցին պատասխանեցի Հայկ Մամիջանյան կանգնածա խնդրեք թող իր հայտարարությունը Ամեն դեպքում 2018 թվականին, ինչպես 2018-ին, այնպես էլ այս օրերին տպավորություն է, որ ինչ-ինչ ուժեր, այդ թվում ներընդդիմադի շահագրգռված են ձեզ, այսպես ասած, թիրախավորելով։ Ինչու, ինչն է իրենց նպատակը այս պահին։ Ռեսուրս եք ներկայացնում, ուժ եք ներկայացնում, թե այլ հանգամանքներ։ Ես կարծում եմ դա 18 թվականից չի սկսվել այդ process-ը եւ թե ուշադրությամբ դիտել եք կամ ընթերցել եք երկրորդ նախագահի հարցազրույցը, ինքը այնտեղ ասում է, որ այդ process-ը գոնե իր կողմից սկսվել է 2008-ից հետո։ Այնպես որ 18-ը ինչ կապ ունի դա։ Թիրախավորելու process-ը։ Իդեպ նույնը նաև իրենց կողմից են ասում ներողություն։ Մի հատ հարց Հասարակության ըստ էության երկրորդ նախագահի եւ երկրորդ նախագահի թիմակիցները կարծես թե ձեզ են մեղադրում Նիկոլ Փաշինյանի իշխանություն բերելու համար։ Հիմա այս դուք այդ մեղքը այսպես ասեմ ընդունում եք կամ այդ տարիների հերվից որ նայում եք իսկապես դուք կարող եք այդ ամենին դեմնարնել չի ստացվել եւ ինչու են ով է բերել Նիկոլին ինչու է այդ հարցը հիմա դարձել ակտուալ եւ ինչ կտա դրա պատասխանը։ Մի լրացվեք, որովհետեւ ես
ասացի, որ 18 թվականի մասին ես հիմա չեմ խոսելու, եւ տևական ժամանակ չեմ խոսելու։ Երբ Միքայել Մինասյանի ձեր փեստայի մարդն էր, եղել է աջակցություն դիմումից, բայց հետագայում կոնտրոլից դուրս եկել։ ինչքան ուզում եք սադրեք, ես 18 թվականի մասին այլևս չեմ խոսելու։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք դուք էլ հիմա բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել Ռոբերտ Քոչարյանը այսօրվանին, խնդրել եմ որ գա, օգնել եմ որ գա։ Ուզում եք ասեմ, այդ պարագայում ես մազոխիստ եմ, էլի։ Իհարկե, ուզել եմ որ գա։ Որ այդ դատարանի դռներում քարշ գա։ Պարոն Սարգսյան, ձեզ համար պարզ է, թե ինչու ձեզ մերժեցին, բայց 18 թվի մերժեցին ձեզ, բայց նստեցրին Քոչարյանին։ Այդ հարցը իրենց մոտ առաջանում է, ասում է, հիմա էլ էլի թիրախավորել են իրենց հավաքը։ Այսինքն կարծում եմ դու եւ այդ թիրախավորները ուրախ կլինեիք, հա, որ ես էլ նստածել եմ։ Ես որևէ մեկի բանտարկությամբ ուրախ չեմ, հատկապես եթե չգիտեմ մեղադրանքը։ Բա ինչու ես այդպեսի հարցեր տալիս, վայ ջան։ Իսկ այսինքն ինչա, մեծ հերոսություն է մի տարի նստելը։ Բա իմ գործընկերները որ նստած են, տարիներում նստել են, Արմեն Աշոտյան երևի արդեն 2 տարին անցնում է, այդ որ ես տարիներով դատարանի դռներին քարշ եմ գալիս, այսինքն այդ ինձ ինչա, իշխանությունները ինձ ռեկլամ են անում։ Ինչու Արմեն Աշոտյանն է նստած։ Ի վերջո ձեր դեմ են պայքարում այդ մարդիկ հարցում են, Սերժ Սարգսյանի դեմ եք պայքարում, մեղավոր Արմեն Աշոտյանն է։ Բայց դա ինչու ես ինձ հարցում, դու հնարավորություն ունես այդ հարցը տալ այն մարդկանց, ովքեր այդ process-ները կառավարում են։ Ձեր թիմակիցները շատ են Հայաստանի իշխանությունները, պարոն նախագահ, չեն արձագանքում Ալիևին, խուսափում են Ալիևին արձագանքելուց։ Հիմա Ալիևը հերթական պահանջների լեզվով է խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին, Արևմտյան Ադրբեջանի բնակիչների վերաբնակեցման մասին։ Ինչու արձագանքներ չկան Հայաստանի Հանրապետությունից եւ այդ կեղծ թեզերը ինչու չեն կանխվում այսօր։ Ես չգիտեմ, ես չեմ կարող ենթադրել, թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարիչները չեն արձագանքում։ Մի բան կարող եմ ենթադրել, որ չեն արձագանքում, որպեսզի մեղմեն երևի հարևան երկրի նախագահի զայրույթը կամ դուր գան, որպեսզի նա ինչ ասեմ, բարի գործեր անի իրենց համար։ Ինչ գործեր։ Դե ինչ գործեր, չգիտեմ։ Երևի իրանք ուզում են ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունը տեղյակ չի։ Իմիջիայլոց, երբ խոսում ենք իմպիչմենտի մասին, ձեզ որևէ մեկին չի հետաքրում, բա ինչու է մեր դիրքորոշումը այդպիսին։ Նախ ասեմ հետևյալը, որ 2021 թվականին ես երբեք եւ որևէ տեղ չեմ ասել, որ մենք չենք գնալու ընտրությունների։ Այո, ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց ոչ թե դա փաստարկելով որպես ընտրությունները լեգիտիմացնելու քայլ, այլ ես շատ հստակ ասել եմ, որ ես խորապես համոզված եմ եւ իմ այդ համոզմունքը հիմնված է քաղաքական դաշտ եւ ժողովրդի տրամադրությունները ուսումնասիրելու վրա, որ միանշանակ այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում, հաղթելու է եւ դառնալու ենք մենք մասնակիցը կապիտուլյացիայի լեգիտիմացման եւ միջազգային հանրությունը մեզ հայ ժողովրդին մեղադրելու է այդ կապիտուլյացիայի համար, ասելու է, որ ժողովուրդը թեև կապիտուլացվել է Հայաստանը, բայց վստահում է այսօրվա կառավարիչին։ Ինչ եւ տեղի ունեցավ։ Մի տարուկես եւ մեր դաշնակիցները եւ մեր գործընկերները դրա վրա են հողում կատարում։ Հիմա եթե սխալ եմ ես կանխատեսել, ասեք սխալ եմ կանխատեսել։ Ես խնդրում եմ մի 3-ական ջել ինձ տվեք, որպեսզի կարողանամ այդ բաները լսել։ Կասեք կշարունակեք բանախոսել։ Թույլ տվեք շարունակեմ։ Հիմա մենք ասում ենք պաշտպանում ենք իմպիչմենտը, ելնելով հետևյալ հանգամանքներից։ Մենք, այսինքն ես նկատի ունեմ հավաքական ընդդիմությունը, առնվազն 5 տարի հայտարարում ենք,
որ այսօրվա կառավարիչների մեկ օր ավել մնալը իշխանության վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Այդպես է, թե այդպես չի, ասել ենք, թե չենք ասել։ Խնդրում եմ, ասեք, եթե չենք ասել, ասեք, չեք ասել, ասել ենք։ Իսկ այդ ինչ պատահեց, որ հիմա էլ ասում ենք, չէ, մի տարի սպասենք, մինչև ընտրությունները գա։ Լավ, ես ասացի, 21-ի ընտրությունները շատ իրատեսական էին, ես իրատեսական չի, 21 եւ երկրորդ։ Դուք չէ, բայց իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են եղել դեպքերը մեր նորագույն պատմության մեջ, որ մենք գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ է վսակվել։ Բայց խնդիրը դրանում չի։ Ախր թույլ չեք տալիս պատասխանեն ձեր իսկ հարցին, էլի թույլ տվեք, խնդրում եմ։ Հիմա մենք կոնկրետ ես ինչ եմ կարծում։ Եկեք այս հարցին նաև երկխոսությամբ փորձենք պատասխանել, էլի։ Ինչ եք կարծում։ Հնարավոր է այս մի տարվա ընթացքում այսօրվա Հայաստանի կառավարիչները կատարեն մի քայլ, որը շատերի համոզման, չեմ ասում բոլորի, վնասակար կլինի Հայաստանի համար։ Օրինակ, կարող է մի քանի ամիս հետո այս կառավարիչները մի թուղթ ստորագրեն եւ ասեն Հայաստանից հանում ենք ռուսական սահմանապահներին, Հայաստանից հանում ենք ռուսական բազան։ Մեր անվտանգությունը արդյոք դրանով կամրապնդվի։ Սա մի հանգամանք, դուք, հատկապես դուք կարող եք դա քիչ հավանական համարել, չէ՞։ Բայց ավելի լավ, ուրեմն ես ճշմարտություն եմ ուրեմն ես ասում։ Իրանք Արցախ են հանձնել, Պակիստան ու ոչ այդ մեկ, հենց այդ եմ ասում, որ տեղի չի ունենալու։ Վայ, ուշադիր հետևի, խնդրում եմ ասածից։ Երկրորդ, լավ, դա ուրիշները, ոչ այստեղ հավաքված լրագրողները կարող են համարել քիչ հավանական։ Իսկ ինչ եք կարծում, ավելի շատ հավանական է, թե հավանական չի, որ տեսանել է ապագայում, այսինքն ամիսների ընթացքում, այս կառավարիչները այդ ստորագրեն իրենց ասած խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ ավելի հավանական է, չէ՞ որ դա կանեն։ Իսկ մենք գիտենք ինչ է այդ համաձայնագրում գրած։ Չգիտենք որևէ մեկս, ճիշտ է։ Իսկ հավանականությունը շատ է, թե քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասական ավելի շատ կլինի, քան դրականը։ Հավանական է, չէ՞։ Իսկ լավ, եթե այդպես է, դե ստորագրելուց հետո նույնիսկ եղան ընտրություններ եւ ընդդիմությունը հաղթեց։ Ընդդիմությունը կարողանալու է շատ հեշտ ճանապարհով այդ համաձայնագիրը իջիկ դարձնել։ Բա հետո դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելու, այս մի տարի անգործության մատնվեցինք, մենակ սկսեցինք քննադատել սրանց։ 7 տարի է մեղադրում, բան սա։ 7 տարի, հատը բա տեսնում եք, շնորհակալ եմ համաձայն լինելու եւ ներողություն, միգուցե այս կետնն էլ դուք քիչ հավանական համարեք, բայց կարծում եմ, որ հավանական է, չէ, որ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս հետո Հայաստանի հատվածից էլ ինչ որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ապա լավ, էլի հաղթեցինք, ընդդիմությունը հաղթեց կամ մենք կարողանալու ենք դա ետ վերադարձնել։ Այսինքն դա լինելու է, չէ, ոնց են ասում, Էդոն Շարմազանով շատ ավելի լավ գիտի, կազուս բելի են ոնց որ դրան ասում, դա հիմնավոր պատճառ կլինի, չէ, եթե մենք փորձենք դա ետ վերադառնել ու Ադրբեջանը մեզ հետ, բա ինչ ենք անելու էլի, ասելու ենք դե ոչինչ, ջհանդամը, Ղարաբաղը հանձնեցինք, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ինչ է մի հատ անկլավ, այդ էլ տանք բրցնենք, էլի մենակ իշխանափոխություն լինի։ Ես համաձայն չեմ այդ տեսակետին, այ մեր հիմնավորումները դա է, որ մենք ասում ենք փորձենք,
Իսկ եթե չստացվի, պարոն Սարգսյան, Թող չստացվի, բայց դա ինչ է։ հաջորդը։ Եթե այս փամփուշտն չաշխատի։ Ես ասեմ հետևյալը։ Կարծում եմ, գոնե այս վերջին ամսվա ընթացքում շատ ուշադիր եք եղել բոլոր հայտարարություններին, եւ հայտարարություններից մեկը վերաբերում էր նրան, որ նախորդ բոլոր շարժումները իրենք են համակարգել։ Այսինքն մենք էլ տենց կողքից բան ենք եղել, էլի, հարսանքավոր ենք եղել, իրանք խավորն են եղել, մենք էլ հարսանքավոր ենք եղել։ Դե եթե իրանք կուզենան խավորությունը շարունակել, կառաջարկեն փողոցային պայքար, մենք պատրաստ Պարոն նախագահ, հիմա ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունն է ավելի շատ մեծ, թե ցանկությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչու ի վերջո այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվում։ Ես կարծում եմ ձեր հասցեատերը ուրիշ է։ Դուք արդեն կասկածում եք, որ ես քանի անգամ եմ հայտարարել, որ ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Իսկ եթե ազնապես ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար։ Առաջին նպատակը իշխանափոխություն, երկրորդ նպատակը իմ ընկերների վերադարձը Բաքվի բանկերից։ Ես ուրիշ ոչինչ բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի։ Քոչյանը դեմ չէ ստանձնել։ Ասեցիք, թե ինչ է հավանական այս ամբողջ ընթացքում, այդպես ասեցիք հիմա խորհրդարան մեծությամբ երկրորդ ընդդիմություն ասում է այդ փաստարկների մեջ նշել էր նաև այն, որ իսկ կարող են ապահովել իշխող քաղաքացիական պայմանագրի ձեր անհրաժեշտ քանակը, որը պետք է միանա այդ նախագծին եւ կարողանան Այսինքն ես հավանական եք համարում, որ ՔՊ-ից կմիանան այդ 18 պատգամավորը եւ ընդունվի այդ նախագիծը։ Եթե ես սատարում եմ, եթե մենք իմ ընկերներով, իմ համախոհները սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում։ Իսկ այդ ով է երաշխավորել, որ չի լինելու դա։ Դա ընդհանրապես ենթադրություն է, չէ՞, ասում են գնացեք ՔՊ-ին համոզեք, հետո մենք էլ կգանք։ Դե բա եթե մենք ՔՊ-ին ամբողջովին համոզենք, էլ ուրիշները ինչի են պետք, էլի, չեմ հասկանում։ Անհասկանալի է։ Բացի դրանից, ես խնդրում եմ մեր, այսպես ասեմ, տարակարծությունները չսրել։ Մարդիկ ասել են, գնացեք 8 ստորագրություն բերեք, մենք մեր 28-ը տալու ենք։ Ես չեմ կարծում, որ իրենց խոսքից հրաժարվելու են։ Ընթացքին հետևեք, ուշադիր հետևեք, ինչպես իմ ընկերներից մեկն է ասում, ուշադիր, շատ ուշադիր, ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը։ Հիմա տեխնացու կար, բայց այդ ստորագրությունը Մարոկյանը մեռավ ամեն օր ասելով, որ եկեք միացեք։ Հենա, զանգում եք պարոն Մամիջանյանին։ Ես հարցնեմ, երբ է ուղարկավորությունը։ Ինչ է նշանակում մեռավ։ Նկատի ունեմ ջանքեր գործադրում։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ես ներողություն, իրար դուք մի խանգարեք։ Ես ասեցի, որ մեր խմբակցությունը հայտարարություն արել։ Խնդրում եմ այդ հայտարարությունը նայեք, տեսեք, արդյոք այդ հայտարարությունը խոստանում էր կամ կանխատեսում էր կամ ինչ որ մեկին հնարավորություն էր տալիս մտածելու, որ եթե ինչ որ մեկին առաջադրեն, այդ խմբակցությունը սատարելու է։ Տենց բան չի եղել, չէ՞։ Խմբակցությունը ասել է քննարկելու են, քննարկել է եւ իր կարծիքը տեխնացուի մասին հայտնել է։ Ախր շատ բարձ process է։ Ասում եմ, եթե ուզում եք Նիկոլին հեռացնեք, հենա տեխնացու կա, հազիվ շանս է առաջացել, հեռացեք։ Մեկը ժամանակավոր է լինելու։ Հիմա այդ կլասիկին դեմ եք, ինչ չափանիշներ պիտի Մոդեռն տեխնացու եկող։ Ախր չափանիշը պետք է լինի նվազագույն բաներ, ես չեմ ասում հիմա իմ մոտ գրած է թե ինչ չափանիշների, բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Դու թող հանգիստ նստի էլի, որ մենք իրան չենք տանում դատում։ Մենք ասում ենք, որ դու չես կարող, որտեղ մենք տեսել ենք քո գործելավոճը։ Ուրիշ ինչ են ասել այս մարդը։ Իսկ եթե Քոչարյանի թիմից լինի, պարոն Սարգսյան, Քոչարյանը, մենք հայտարարել ենք։ Այո։ Իրենց իշխանությունը, իրենց միայն թե Նիկոլը։ Այո։ Բայց հենց Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության։ Ուզում է գա։
Ով ուզում է գա։ Դե Այսինքն նույն դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ավելի վատը լինել որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Նախագահ process-ներին պետք է ակնկալել դրսի ուժերի աջակցություն, կոնսենսուս եւ այլն, թե չպետք է սпасել։ Գիտեք, որևէ դրսի ուժ առանց ներսի որևէ բան անել չի կարող։ Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց ես չեմ տեսնում այսօրվա այս օժանդակությունը, այդ օժանդակությունը, այդ չափով, որ բավարար լինի, բայց վստահ եմ, եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միանշանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր կսատարեն այդ շարժումը։ Ես դրանում չեմ կասկածում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։